Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Բևերի երիտասարդական փոդքասթի հերթական թողարկումը։ Այսօր կարևոր հարցերի շուրջ կզրուցեմ Նունե Գաբրիելյանի հետ, մասնագիտությամբ թարգմանիչ խմբագիր։ Բարի երեկո, Նունե ջան։ Բարի երեկո։ Նունե ջան, այս օրերին քննարկվող հարցը Վաղարշապատի ընտրություններն են։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը հաղթանակ տոնեց, այսպես այնպես աղմուկ բարձրացրեցին, որ էլ ասելու չի մի քանի օր քննարկումները չեն դադարում, իրենց գրառումները, որ պարծենում են այ տեսակ քաղաքացիական պայմանագիրը հաղթեց եւ այլն, բայց մինչ այդ մի տեսակ նկատելի էր Նիկոլ Փաշինյանի մոտ հատկապես մի տեսակ հանգստություն, կարծեք թե տպավորություն էր, որ ինքը վստահ էր, որ հաղթելու է ԿՊ-ն։ Սա ինչի մասին է խոսում։ Արդյոք իշխանությունը նպատակ էր դրել հենց Վաղարշապատում հաղթել, հաշվի առնելով մայրաթորի գործոնը այնտեղ, ինչ որ բան ապացուցելու համար եւ դրա համար էլ ինչ որ բան գործի դրել էին, որը գուցե մենք հիմա չենք տիրապետում այն ընտրախախտումները, որոնք կային դրանց մասին, այլ չխոսելով, դրանք կային, բոլորս տեսանք ցուցակները, մի քանի հոգով քվեարկությունը կամ ծրարները բացում էին, երկու հատ ԿՊ-ի քվեաթերթիկ էր դրված, կարուսել են ասում, ինչ են ասում դա, բայց նախապես կար իմ մոտ տպավորություն, որ ինքը վստահ էր, որ հաղթանակը իրենցն է լինելու, դրա համար էլ զարմանալիորեն չգնաց որևէ օր քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, չէ, սովորություն ուներ, միշտ գնում էր, օրինակ Գյումրու քաղաքապետի ընտրություններից առաջ գնաց մի հատ խրոխտի ելույթ ունեցավ, ասեց մկներին մտցնելու ենք այն տեղերը, որտեղից դուրս են եկել, իրենց ծակերն ենք մտցնելու։ Հիմա իրենք ասում են, որ թույլ չենք տալու Գյումրու սցենարը կրկնվի եւ ըստ քեզ ինչ մեթոդով թույլ չտվեցին։ Նիկոլ Փաշինյանը վստահ էր, որ անցնելու է, որովհետև ընտրախախտումների միջոցով էր անցնելու, արդեն այդ մեխանիզմները մշակել էին։ Փաստորեն իմացանք, որ կան մարդիկ, որոնք գրանցվել են ամիսներ առաջ, որ այսօր ընտրեն, խախտումներ, բազմաթիվ։ Ինքը ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը այնպես է իր աթոռին սերտ աճել, ոնց որ դարձել է աթոռի հետ մեկ մարմին։ Հա, ես ասում եմ, այդ աթոռը իր մարմնի կենսական օրգանն է։ Եվ բնականաբար ինքը ամեն ինչ անելու է, որ այդ իր համար կարևոր մարմնի մասից չզրկվի։ Հա, ինքը ամեն մեթոդի դիմում է դրա համար։ Այո, տեսնում եք, իրեն պատե տալիս, չկա այնպիսի մի բան, որ ասենք, այս մի բանը չի ան, այդ պահի իրավիճակից կախված կորոշի, որ մի խախտումով ինքը գիտի, որ եթե ճշմարտությունը ասի, չի ընտրվի, եթե օրենքով ամեն ինչ անի, չի ընտրվի, բնականաբար դիմելու է տարատեսակ մեթոդների, ըստ իրավիճակից կախված։ Չնայած որ միշտ ամեն քայլափոխի, ամեն առիթի կամ չառիթի դեպքում օգտագործում են, չէ, Հայաստանը ժողովրդավար երկիր է, տեղի են ունենում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եւ կան հատուկ այսպես կոչված իրավապաշտպաններ կամ ինչ որ գործիչներ, որ հենց այդ Նիկոլ Փաշինյանի այդ թեզերը պաշտպանելու համար են կոչված, որ գնան տեղում ապացուցեն, որ ամեն ինչ այո նորմալ է, ժողովրդավար ընտրություններ է։ Նախ գիտենք, որ բնակչության ընտրազանգվածի բավական փոքր տոկոսն է, չէ, 50%-ից ցածր տոկոսն է գնացել եւ անգամ իր ընտրազանգված արդեն չի բավարարում իրեն, որ ինքը ընտրվի, դրա համար էլ այսպես ուրիշ մեթոդների է դիմում, խախտումներ եւ այլն։ Եվ հանրությունների հաջորդ օրը, հենց երբ որ արդեն իրենք այսպես փառապանց հաղթանակ էին տոնում, կարծեք Արցախն էին հետ բերել, հա։ Նիկոլ Փաշինյանը արեց հետևյալ գրառումը. քաղաքացիական պայմանագրի տեխնացուի հաղթանակից հետո այս բանից հետո գրեց, որ ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք, ասում է Վաղարշապատի բնակիչներին։ Մեր սրբության սրբոցը մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Այսինքն տպավորությունն է, որ ինքը մայրաթորը դիտարկում է ինչ-որ քաղաքական կառույց կամ իրեն մրցակից ուժ եւ հիմա այս պահին իր թիվ 1 խնդիրը եկեղեցուց ազատվելն է, եկեղեցուն արժեզրկելն է, քանի որ պատվեր է ստացել։ Դրա համար այդպես այս Վաղարշապատի ընտրությունները իրեն ուրախացրել են։ Նաև հանգիստ էր, որտեղ գիտեր, որ ցանկացած մեթոդով կարող է ընտրվել։ Ոչ թե ընտրվել, այլ իրեն կարգել։ Դրա համար էլ հոսանքը անջատեցին մոտ 2 ժամով։ Արդեն հա, այդպես ինչ որ մեթոդ չկա, որ զարմացնի ինձ։
Եվ հիմա այս գրառումից հետո կարելի է արդյոք ենթադրել, որ նոր թափով են լցվելու եկեղեցին քանդելու գործին։ Եվ այդ իհարկե միջև վերջ փորձելու է գնալ ինքը տեսեք օրինակով կպատկերացներ, որ նոյեմբերի 9-ից հետո հնարավոր է այդպիսի խայտարակ պարտությունից հետո տվյալ մարդը, որ այդ պարտության պատասխանատուն է 7 տարի շարունակի մնալ աթոռին։ Բակի աբսուրդ։ Բայց տեսնում եք, որ այդպես եղավ։ Դա նրանից է, որ ինքը զուրկ է մարդկային մի շարք զգայարաններից, զգացմունքներից, օրինակ, ամոթ չունի, պատասխանատվության զգացում չունի, մեղքի զգացում չունի, ափսոսանքի զգացում չունի։ Մենք այնպիսի մի բան ենք կորցրել։ Արցախը դա զուտ տարածքի կորուստ չէր։ Արցախի կորուստը դա Երևանի ադրբեջանացում էր նշանակում։ Ինքը դա շատ լավ գիտակցել է, բայց չունի ափսոսանքի զգացում։ Սա ինչի մասին է խոսում։ Մենք մի այնպիսի երևույթի հետ գործ ունենք, ասենք քրիստոնեության դավաճանության սիմվոլը գիտենք հուդան է, բայց անգամ հուդան մարդկային զգացումներ ուներ։ Նա ուներ մեղքի զգացում, այդ մեղքի զգացումը հուդային այնպես էր տանջում, որ ինքը վերջում ինքնասպան եղավ։ Այդ արծաթներն էլ հետ շպրտեց հուդան։ Ճիշտ է, ինքնասպանությունը համարվում է եկեղեցու քրիստոնեության մեջ աններելի մեղ, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ Աստվածաշնչի ամենաբացասական, ամենադավաճան կերպարն անգամ ունի մեղքի զգացում, ապրելու ընդունակություն։ Իսկ Նիկոլը դա էլ չունի։ Այսինքն երևի Աստվածաշունչը, չգիտեմ, Աստվածաշնչում կա Նիկոլի նման կերպար։ Բայց ինքը ասում է, ինչպես 2021 թվականին եմ ասել, որ չէ նախընտրական շրջանում ասում էր, երբ ժողովուրդը ցանկանա, ես ինձ կգնդակահարեմ պատի տակ, ասում էր նույնը հիմա եմ կրկնում։ Փաստորեն նստիր ժողովուրդը դեռ նման ցանկություն չունի, իր շուրջ հավաքված այսպես։ Նաև ասում է, եթե իմ ասածներին դեմ եք, հեղափոխություն անեիք, ինչպիսի մանիպուլատոր է եւ ինչպիսի ցինիզմ, որովհետև այդ ոստիկաններին, եթե կարելի է հեղափոխություն անել, թույլ է տալ, որ հեղափոխություն անեն, այդ ոստիկանական, այդ հազարավոր ոստիկաններն ինչի համար է նորանոր գնդեր ստեղծում, նրանց զինում, նրա համար, որ մարդիկ վախից քո դեմ դուրս չգան։ Այսինքն դու շատ լավ հասկանում ես, որ դու այնպիսի բան ես արել, որ միայն այսպես ոստիկանությամբ կարող ես քո աթոռին մնալ։ Ոստիկանությունն է իրեն։ Հա, իր ոստիկանությունը իրեն պահողն է։ Բայց փաստորեն իր խոսքերից կարելի է ենթադրել, որ վաղը մյուս օրը հենց Վաղաշապատի համայնքի ղեկավարի պաշտոնը օգտագործելով փորձելու է էջմիածնի մայրաթոռի դեմ դուրս գալ։ Ահա, այո։ Եվ արդյոք իրեն կհաջողվի դա։ Իդեպ այս ընթացքում, որ ես ընթերցում էի սոցցանցերը, երևի դու էլ հանդիպած կլինես, ժողովրդին են քննադատում, թե դավաճանին գնացին, ընտրեցին, ժողովրդի անդադ քննադատությունները ժողովրդին են ուղղված։ Արդյոք դա ճիշտ է եւ թե ասենք հիմա ասեմ ընդհանրապես համարվում է, որքան մարդու գիտակցությունը բարձր է, այնքան դրա պատասխանատվությունը մեծ է։ Ուստեն մարդիկ, ովքեր գիտակցում են, ով էր ինձ ներկայացնում Նիկոլը ու ոչինչ չեն անում, այլ նրանց մեղքի բաժինն ավելի մեծ է։ Հիմա այդ մարդիկ, ովքեր իրան ընտրում են հավատալով, դե գիտենք Նիկոլը երկու տեսակի ընտրազանգված ունի, նրանք ովքեր շահ ունեն, իրանց չվերցնենք եւ հասարակ ժողովրդին վերցնենք, որոնք հավատացել են, իրանք չեն հասկանում ինչ են անում։ Այդ առումով այս տեսանկյունից որ դիտարկենք, իրանք պակաս մեղավոր են, քան նրանք, ովքեր տեսնելով ով է Նիկոլը, ձեռները ծալած ոչինչ չեն անում։ Այս անգործությունը, ես կասեի, անտարբերությունը մեղք է, չէ՞։ Նրանք ոչ թե անտարբերությունից դրդված են Նիկոլին ընտրում, իրանք հավատալով են ընտրում։ Իսկ մյուսները հասկանում են ով է Նիկոլը, բայց ինչ որ անտարբերություն են ցուցաբերում, որը մեղք է եւ ծուլություն են ցուցաբերում։ Ծուլությունը 7 մահացու մեղքերից է, չէ՞։ Ծուլանում են գտնել ճշմարտությունը, ծուլանում են ինչ որ գործողություններ անել։
Ինչու էլի հարցը դա է, թե ինչու վախն է, ինչն է, որովհետև այս 7 տարիների ընթացքում ինքը անդադ փորձել է վախեցնել, չէ, ժողովրդին այդ պատերազմով, հետո եթե սա չտանք, էլի պատերազմ կլինի, սա ու այդպես ինքը իշխանություն է պահել։ Ես կարծում եմ, որ այս ինչն է պատճառը, որ կարողացել է այսքան երկար մնալ, դա նախ մշակութային դեգրադացիան է եղել, այսքան որ թվականներից, ինչ անկախությունից սկսված, եւ գիտելիքի պակասը։ Այդ գիտելիքի պակասը մարդիկ չգիտեն որն է ելքը։ Մարդիկ միջև հիմա հավատում են, որ Արցախի անկախությունը դա ինչ որ հայանպաստ բան էր, որտեղ այդ մարդիկ տեղյակ չեն, ինֆորմացված չեն։ Բայց ինչի ինֆորմացված չեն, ասենք, այս 21-րդ դարում էս տեղեկատվել։ Որքան էլ ՀՄԿ իր պրոպագանդան անի, Ազատություն ռադիոկայանը Նիկոլի պրոպագանդան անի, նախկինները իրենց պրոպագանդան անեն, ամեն դեպքում կա, չէ, օրինակ ձեր մեդիան, որ ցանկության դեպքում կգտնեն, հա, եթե այլ ընտրանք։ Այդ եմ ուզում ասեմ, որ ասում եմ ծուլություն։ Այն որ ինչպես Վարուժան Ավետիսյանն էր ասում, մենք ճշմարտասեր չենք, բայց փորձեց գտնել ճշմարտությունը, որն է։ Այս երկիրը այդ վիճակում է ծուլանոց մի նյութ նայել, մի բան լսել կամ լսելուց հետո դու էլ քո դիրքորոշումը հայտնես հրապարակավ։ Օրինակ մենք երբեմն դժգոհում ենք, ասում ենք մարդիկ Facebook-ում գրառումներ են կատարում եւ դրանով բավարարվում են, բայց կան մարդիկ դա էլ չեն անում։ Մենք ես զարմանում եմ։ Տեսնեք Նիկոլը դեռ որ թվականից է իր ոնց ֆեյքերին պահում, այդ ֆեյքերի գործարան ժամանակ, երբ որ դեռ իր վարկանիշը բարձր էր, չէ՞։ Ասենք չուներ դրա կարիքը, բայց ֆեյքերի գործարան էր պահում, այսինքն ինչքան էր կարևորում այդ տեղեկատվական պատերազմը, որ անգամ դրա կարիքը չուներ, այդքան մարդ իր համախոհն էր ամբողջ ժողովուրդը, ինքը արդեն ֆեյքեր էր բուծում։ Սա արդեն հուշում է, որ տեղեկատվական պատերազմում պետք է քո ձայնը բարձրացնես, չի կարելի լռել, լռությունը համաձայնության նշան է դիտվում։ Այն որ Նիկոլասը բան անեիք, հեղափոխություն անեիք, այս մարդկանց հաղված, որ դիրքորոշում չեն հայտնում, բայց հստակ գիտեմ, որոնք իրենք դեմ են Նիկոլին, նախկիներին էլ են դեմ, ներկաներին էլ են դեմ, բա դու տեսնես ինքը ֆեյքեր է, ֆեյքերով է նաև արբանանում իր հայակործան գործողությունը անում, ինֆորմացիոն ես պատերազմներում, բա դու քո ձայնը չհանես։ Ինձ թվում է այսօր ժողովրդին մոլորեցնելը շատ հեշտ է եւ այո կան չէ ներկաներ նախկիններ ու այլ ուժեր օրինակ Բևերից բացի որոնք փորձում են որպես այլ ընտրանք հանդես գալ բայց օրինակ Նիկոլին սերտաճած ուժեր են կամ ինչ որ եկել են փորձում են ճշմարտությունը ասել բայց կիսատ ասել հիմնականում Բևերի գաղափարներն են առաջ տանում մեկ էլ հայոյանքներով եթեր են մտնում իրենց տղամարդ են խաղում եւ այլն բայց իրենք մի քանիսն են իրենց կողքին մարդ չկա կանգնած ու այդ գործիքները այսօր թույլ են տալիս ժողովրդին մոլորեցնել նույն սոցցանցերը այսօր շատ ուսուցողական ինչ որ կամ գաղափարական թեմաներով հարցազրույցներ է կազմակերպում դա կարող են ունենալ ընդամենը 4-5 հազար դիտում բայց 18+ վերնագրերով նյութերը կամ սպանեցին վայ այս ինչ եղավ Նիկոլ Փաշինյանը եթերում սա արեց նա արեց դրանք դիտելիություն են ապահովում ու ժողովրդին այդ մեթոդներով մոլորեցնելը հեշտ է ցավոք նախ սկզբում մշակութային դեգրադացիա ապրեց մեր ժողովուրդը, գիտելիքի պակաս, նաև տգիտություն, մի մասը ընդհանրապես տգիտությամբ է տառապում, մյուս մասը պարզապես գիտելիքի պակաս ունի ու այդ ամեն ինչը իրանց համար լավ միջավայր է, որ իրենց ստերը այսպես տարածեն ու չպատժվեն Ակի ապշելու բան է, այնքպիսի աղաղակող ստեր է փչում։ Ասենք թեկուս կաթողիկոսի զավակ ունենալու առիթով նրան գահանքեց անելը, ասենք այնքան աղաղակող ու այնքան էլ նաև գիտենք, որ Թուրքիայի կողմից եղավ հրահանգ, դա էլ աղաղակող Իրանք դրանից չեն խորշում, որ այնպես գոնե այդ ամեն ինչը կազմակերպեն, որ sense պարզ չլինի, բայց այդքանից հետո մեր ժողովուրդը հավատում է։
Այստեղ եմ ես հասկանում, որ տեղի ունեցել ժողովրդի մի հատված, ժողովրդի մի հատված, այդ հատվածը թեկուզ այդ հատվածը բավականին շատ է, որ հասկանենք, որ պետական ողջ ապարատը էլի, ովքեր որ թեկուզ աշխատանք չկորցնելու վախից եւ այլն, ինչքան դպրոցի տնօրեններ են գնում մասնակցում իր կազմակերպած այդ շոուներին, պատարակներին, ասենք նաեւ արժեքների արժեքային համակարգն է անկում ապրել։ Արժեքներ ունենային։ Ես դեռ նախքան մեր շարժման նախախորհրդարանի ստեղծվել ես արդեն ուզում եի, որ հեղափոխական փոփոխություններ լինեն այն ժամանակ։ Այն ժամանակ ինտերնետը չկար մարդկանց տանը եւ ինֆորմացիան քիչ էր, բայց տեսնում ինչ է կատարվում օրինակ Երևանում այդ այլանդակ քաղաքաշինությունը։ Երբ որ քանդվում էին հենց մշակութային շենքերն էին քանդվում, երբ որ ունենք վթարային շենքեր, տգեղ շենքեր, բայց չէ հենց այն պատմամշակութային շենքերը քանդվում են, որպեսզի տեղը կառուցել պարտադիր բարձրահարկ շինություն, որպեսզի բիզնես շահեր են, որ որոշ մարդկանց ապահովեր, անպայման աններդաշնակ մյուս շինությունների հետ, սեյսմիկ կանոնների խախտմամբ, ծառեր էին հատվում, էկոլոգիական խնդիրներ, սա ինչ է նշանակում, որ դեռ մինչև Նիկոլը մեր իշխանությունների համար մշակույթը ոչ թե երկրորդական էր, այլ ընդհանրապես տեղ չուներ։ Դրաբիզությունը, դրաբիզ կլկլոց երգերը, դրանք ամբողջովին մեզ դեգրադացրեցին։ Ու արդյունքում ծնվեց նիկոլիզմը։ Նիկոլիզմը այդ դեգրադացիայի արդյունքն է։ Թե նախկիները, որ Նիկոլի դեմ են խոսում, այս մի օրում չծլեց նիկոլիզմը։ Ինչ որ հասունացավ։ Ինչի հասունացավ, այդ մշակույթը շատ կարևոր է։ Հիմա խոսքը կա, ասում են մակարդակ, անմակարդակ, այդ անմակարդակ նշանակում է անմշակույթ։ Ցածր մշակույթն է անմակարդակ։ Ոնց կարելի է այդ ռաբիզությունը դարձնել կլկլոցը դասել ազգային պետական մշակույթ։ Դե ու ինքը դա ամենաբարձր մակարդակից է արվում, մենք տեսնում ենք, չէ՞, ինչ բաների երկերի ներքո առավոտյան ինչ որ սրտիկներ է անում, ուղարկում ժողովրդին, չէ՞, ու գրում տակնել ժողով շատ եմ սիրում, չգիտեմ ինչ, սա խայտարակություն է։ Ես լսեցի Նիկոլ Փաշինյանի այդ փոքրիկ ռիլերի ու Facebook-յան այդ հրապարակումների երկեր, որոնք ես ընդհանրապես կյանքումս լսած չկա, ու ես զարմանում եմ, որ վարչապետ կոչվածը փաստորեն առավոտյան նման երգեր է լսում ու այդ երգերի ներքո էլ ինքը իրեն նկարում է, ինքնանկարում է, սրտիկներ է անում ու տարածում է։ Սա absolute որքան հասարակությունը դեգրադացված լինի, այնքան իրան ավելի հեշտ է լինելու մնալ աթոռին։ Ինչքան հասարակությունը գիտակից լինի, այնքան ինքը շուտ է թռնելու։ Հենց դրա համար էլ անում են, որպեսզի այսպես անկում ապրեն արժեքների, Դրա համար էլ գիտեմ, էլի ժողովրդի սիրտը ինչպես շահեն, Նիկոլ Փաշինյանը դա 2018-ից վարպետորեն արեց իր խոստումներով ու հիմա էլ այս նախընտրական շրջանում շատ լավ ասֆալտ են անում, դպրոցներ, մանկապարտեզներ, հիմա էլ նորից մարտի 1-ի թեման են բացել, որ ժողովրդին ցույց տան, թե տեսեք մենք ինչ ենք անում, բան մեկ էլ հիշում եմ, որ Սերժ Սարգսյանի վրա մի նոր գործ պիտի հարուցել, այն մյուս գործարարին պիտի բռնել են սրանուն, ցույց տան, թե տեսեք մենք ինչ գործ ենք էլի անում, ինչքան, բայց այս 7 տարիների ընթացքում հարց չի առաջանում, թե ինչու առաջանում է, ինչի հիմա, կամ ինչու միշտ նախընտրական շրջաններում է ամեն ինչը։ Այո, իր ընտրազանգվածի համար չի առաջանում, բայց մյուս զանգվածի համար առաջանում է, բայց կրկնում եմ այդ զանգվածը, գիտակից հատվածը ծուլանում է իմի գալ եւ նրան գաղտնկեց անել, այսպես ասած, որը հնարավոր է կարծում եմ միայն փողոցային պայքարով։ Շատերը օրինակ շատ ուժեր ասում են ընտրություններով։ Արդյոք ընտրություններով հնարավոր չի հենց վաղաշաբաթի օրինակը ինչ է մեզ ավելի ընտրություններով հնարավոր չի, գուցե ընտրությունները պատճառ հանդիսանան, որ համախմբվի եւ հասարակությունը եւ դուրս գա փողոց, այդ առումով ընտրությունները օգտագործվեն, բայց զուտ քվեարկության քվե դնել դրանով ոչինչ չի լուծվի, հնարավոր չի։ Հիմա այդ գիտակից հատվածը, համեմատաբար գիտակից հատվածը ակտիվություն ցուցաբերի,
ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի Նիկոլին տապալել եւ անգամ եթե չհաջողվի Նիկոլին տապալել այդ հոծ բազմության արկայությունը փողոցում դա քվեարկությունից էլ հզոր է դա աղաղակող փաստ կդառնա որ Նիկոլը իրեն վերընտրելուց հետո ինքը արդեն պարտված է ինքը պարտված է արդեն նստելու է թատրոն անգամ եթե ոստիկանության միջոցով ճնշի ու նորից իրեն կարգի վարչապետ դա հետ ընտրական շրջանում հետ ընտրական շրջանում հիմա երբ այո հետ ընտրական շրջանում արդեն ինքը պարտված կդառնա վարչապետ որովհետև մարդկանց ներկայությունը փողոցում դա նույն քվեն է էլ ավելի բացահայտ ձևով մնում է որ դա լինի ժողովուրդը իրեն փողոցում ցույց տա մնում է դա հուսանք որ կլինի որովհետև հակառակ դեպքում մեզ թուրքացում է սպասում Նիկոլ Փաշինյանը ղեկավարությամբ թուրքական ալիք է գալիս Հայաստան։ Մենք դա տեսնում ենք։ Վերջի շրջանի իրենց հանդիպումները ավելի շատ թուրք պաշտոնյաների, ադրբեջանցի պաշտոնյաների հետ են։ Դա ցույց են տալիս ինչ որ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, բայց գոնե գիտակից քաղաքացիները գիտեն, որ դա ստրուկի եւ տիրոջ հարաբերություններ է, եւ մենք դա տեսնում ենք, ինչ ասում են Ալիևը, Էրդողանը, Նիկոլ Փաշինյանը դա իրականացնողի դերում է ընդամենը եւ սա մենք պիտի գիտակցենք որ 2026-ին նրանց ու դրանց հետո իշխանության մնալը մեզ ուր է տանում մեզ տանելու է ադրբեջանացում Հայաստանի ադրբեջանացում եւ հենց Ալիևներ չի թաքցնում ասվում է մեքենաներով են գալու ինչի տանկերով չեն գալու իսկ ինչի տանկերով կա եթե Հայաստանին աստիճան բեռած է որ դիմադրություն չկա Ամայի տարածք են մեքենաներով մտնում, միտեղ եթե կա ժողովուրդ պետություն, ոնց կարող ենք մեքենաներով գալ։ Տանկերով չեն գալի ասում։ Մի ժամանակ էլ ասում են ոդկով կմտնենք, Սևան կգանք մինչև կհասնենք։ Ավելի Սևան ոդկով Երևան մի քիչ հեռու է արդեն մեքենաներով։ Եվ սա խայտարակություն է ու դրան ինչ է պատասխանում վարչապետ կոչված երևույթը կամ իր թիմի անդամները ինչ որ արդարացումներ են փնտրում այ Ալիևը սա էր ուզում ասել Ալիևը նա էր ուզում ասել եւ այլն փորձում են ինչ որ արդարացումներ գտնեն որ բան անեն էլի այս նախընտրական շրջանում ժողովրդի ընտրազանգվածի համար ինչ ասեց ասի նրանք դա կընդունեն այնպես որ ցավալին դա է որ իր ընտրազանգվածը կարող այդ ակնհայտ ստերը կարողանում է ընդունել որպես ճշմարտություն եւ կամ ընդունել որ Նիկոլ Փաշինյանը հիմա Ռուսաստանից կտրվել է գնում է արևմուտք ասենք արևմուտք գնում է փաստորեն Թուրքիայով ու Ադրբեջանով հա արևմուտք գնում է 7 տարի հապկում մնալով եթե յատմնում մնալով ես եթե մստան եմ ասում հա Բայց դրանք այնպիսի բաներ են, որ բացահայտ փաստեր են, որ չգիտեմ, մարդ պիտի այնքան Հա, ես զարմանում եմ, ասենք մարդ էլ դպրոց ավարտած լինի, այդ ամեն ինչը լսի իր ստերը ու չզգա, որ ստեցին։ Ապշելու է ուղղակի։ Այսինքն այդ եմ ասում, գիտելիքի պակասը, տգիտությունը ինչ ողբերգության կարող է հանգեցնել։ Որտեվ Նունե ջան, իմ կարծիքով ժողովուրդը այդ ընտրական process-ը չի քաղաքականացնում։ Ինքը կամ անձնավորում է, իր ծանոթն է, գնաց այն տա, կամ նայում է իր գյուղի փոքր խնդիրների մասշտաբով, որովհետև եթե վերցնենք Երևանում ավելի հասուն են մտածում, օրինակ, ես որքան շփվում եմ, քան օրինակ մարզերում։ Մարզերում մենք ասֆալտ չէինք տեսել կյանքներիս մեջ, բան, ոնց որ ասֆալտով է որոշվում, բայց էլ չեն ասում, որ լավ կան անվտանգային խնդիրներ։ Այդ Արցախն էլ էին տարիներ շարունակ, շատ լավ ասֆալտապատեցին, տներ կառուցեցին, ուր է հիմա Արցախը։ Հանձնել են թշնամուն, չէ, ու մոռացել են իրենք։ Սրա նրա վրա են խնդիրը, մենք մեղավոր չենք, նախկիններն էին մեղավոր, շատ լավ լուծումը գտել էին։ Այն օրն էլ մի հրապարակում ենք դրել, Արա Պապյանն ասում է, թե այսքան փաստաթուղթ եմ բերել, ասում է, բա նախկինների ժամանակ ինչու չէիք բերում, որոշեցիք Նիկոլի ժամանակ բերել։ Դուք նայեք, բան էլի, զոմբիների մտածելակերպ էլի։ Իրենց թվում է, թե անընդհատ է թեզը առաջ տանելով նախկինների ժամանակ ինչու չէիք անում, բան, դա անցնելու է, հա։
ու ես ապշել էի, ծիծաղում էի, ու պարոն Պապյանն էլ դե մարդը քաղաքակիրթ մտածողություն մտնում է նորմալ պատասխանում է ու ես զարմանում եմ պարոն Պապյանի այդ նյարդերի վրա, համբերության վրա, թե ինչպես ասում են նախկինների ժամանակ բերեիք, ինչու նախկինների ժամանակ չէիք բերում։ Ու վերջերս էլ Սերժ Սարգսյանը 7 ժամանոց հարցազրույց տվեց եւ ասեց, որ ոչ մի թիզականությունն էր պատճառը, որ մենք կորցրեցինք Արցախը։ Պատկերացնում եք։ Լևոն Տեր-Պետրոսյանի միտքը կրկնեց եւ ասեց առաջին անգամ եմ ասում, նաեւ խոստովանեց, որ 16 թվականին գնացել է Արցախի ղեկավարությանը եւ ասել է, որ եթե փոխզիջումներ չանենք, ապա վերջում ասելու ենք Ստեփանակերտ, այնպես ինչպես հիմա ասում են Կարս։ Ինչպես ասում էին Սասնա ծռեր, ասում էին, չէ՞, ինչու եղավ Սասնա ծռերի գործողությունը, որ Սերժ Սարգսյանը գնացել է Ստեփանակերտում, խոսել է տարածքներ հանձնելու մասին եւ արդեն պլանավորվում էր։ Մենք գիտեինք, բայց այն ժամանակ չէին հրապարական ասում, հիմա ինքը արդեն խոստովանեց բոլորին, որ այո, դեռ 16 թվականից ինքը այդ հարցով զբաղվել է եւ մեղքը գցեց ոչ մի թիզականության վրա հիմա։ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ մի թիզական չէ։ Այսօր հասկանում որ մեկներ այս 4-ից, որ իրենք ոչ մի թիզական չեն եղել, որովհետեւ միշտ բանակցել են փոխզիջումների շուրջ։ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ մի թիզական է։ Հա, ասում է, ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հրաժարվել է բանակցություններից եւ այլն, ասում է, եթե ես այդպես շարունակեմ, ինձ կսպանեն, գիտեք, ինձ ինչ կանեն։ Չէ, նման նաեւ Ադրբեջանից նման տեղեկության արտահոսք եղավ։ Իսկ ո՞րն է ադրբեջանցիների եւ ընդհանրապես թուրքերի հաղթանակի պատճառը։ Ինչու իրանք հաղթեցին։ Որովհետեւ իրանք ոչ մի թիզական են։ Թուրքի պես ոչ մի թիզական կա։ Այդ ինչի հայերի դեպքում ոչ մի թիզականությունը հանգեցնում է հայրենիքի կորստի, կապիտուլյացիայի, պատերազմների, իսկ թուրքերի դեպքում ոչ մի թիզականությունը հանգեցնում է ուրիշ ազգերի հայրենիքների յուրացման, մշակույթի յուրացման, անգամ ԴՆԹ-ն են մեր յուրացրել թուրքերը, չէ՞, ամեն երկրորդ երրորդը որ ԴՆԹ-ն հասնում է, բարձվում է ինքը հայկական արմատներ ունի։ Թե դա էլ պատճառաբանում է, այսպես ասում է Նիկոլ Փաշինյանը, որ անդրադառնում է իր այդ ոչ մի թիզական հայտարարություններին, չէ, ասում է այն ժամանակ ես հայրենասերը հիմա պետականամետ եմ։ Այս հայրենասիրությունն է, որ մեր տունը քանդում է եւ քպեիտ շատ ոչ մեկը Արցախի համար շատ արած չունի, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Դե Նիկոլ Փաշինյանի նման մանիպուլատոր չկա։ Եվ այդ եմ ասում, ամոթի զգացում, մեղքի զգացում, պատասխանատվության զգացում չունի։ Օրինակ ադրբեջանցիների համար սա ինչ պատերազմ էր։ Կարող են շատ երջանիկ ապրել իրենց նավթով, իրենց Կասպից ծովով, բայց այն աստիճան ոչ մի թիզական էին, որ 25 տարի ոչ միայն զինվում էին, այլ իրենց ժողովրդին իրենց գրողներին պատվեր էին տվել մի վեբ գրել ազերիների պատմության մասին, ըստ որի հայերը այստեղ նորեկներ են, քոչվոր են, նոր են հայտնվել այս տարածաշրջանում, այդ ադրբեջանական հողեր են եղել, ու հիմա պետք է ադրբեջանցիները գնան եւ հետ վերցնեն այդ տարածքները, ու անգամ գտել են թե ինչ պես բացատրեն հայ եկեղեցիների, հայկական եկեղեցիների ներկայությունը այս տարածաշրջանում, ասում են դրանք էլ քրիստոնյա ադրբեջանցիների եկեղեցիներն են։ Դեռ կարծեմ նախքան պատերազմներ, ինձ հանկարծակի մի անգամ YouTube-ով մի նյութ հանդիպեց, որոնք են Ադրբեջանի տեսարժան վայրերը ու առաջինը մի եկեղեցի էր, այսպես զարմացած դա ինձ գրավեց, ասեցի նայեմ կարծեմ այդտեղ էր հանդիպեցի, որ եկեղեցին քրիստոնյա ադրբեջանցիների եկեղեցին է։ Հա, մարդիկ պետական մակարդակով անում են հսկայական ֆինանսացիա։ Մոտիվացնեն իրենց ժողովրդին։ Ինչ են այդ հեքիաթները հորինում, որպեսզի մոտիվացնեն, որ ժողովուրդը գնա եւ գրավի, որտեւ եթե մտածի այդ հայրենիքն է, այդպես մոտիվացված չեն գնա ինքնազոհողության, սեփական կյանքի գնով, չէ՞, իրանք էլ շատ զոհեր ունեցան։
ու հիմա այնտեղ կազմակերպություն է գործում Արևմտյան Արևմտյան Ադրբեջան հավորը արդեն կազմակերպում է թե ինչպես պետքա Երևանը գան հյուրասնեն իսկ Երևանը հյուրասնելուց հետո իրենք կանգ են առնելու քանի որ իրենք ոչ մի թիզական իրենք շատ աշխարհ այս մայրցամաքի բոլոր թիզերի վրա աչք ունեն օրինակ Հունաստանի ինչ վատ թիզ է ասենք թե մեծ Թուրանը իրականություն դառնա Աստվածչյանի դրանով ոչ է սահմանակ փակվելու պատկերացնես ինչ ստամոքսը մեծանում է արդեն Եվրոպան իրենց մեծացնողը Նիկոլ Փաշինյանն է մեր դեպքում։ Մարդը կոնկրետ ասում է ամեն ինչի համաձայն ենք ձեր հետ։ Կուզեք եկեղեցում հարվածենք, կանենք։ Իր համար արժեքներ չկան, իր համար կարևոր արժեքը իր ասում եմ այդ մարմնի շարունակություն աթոռն է։ Ինքը համաձայն է, որ Երևանը ադրբեջանացվի, միայն թե ինքը դա մնա այս աթոռին իր համար արժեք չի ներկայացնում։ Հայկական ինքնությունը, մշակույթը, որ ինքը ինչ որտեղ կանգ առնի։ Արարատ իր համար դա արժեք չի, իր համար այնպես մի արժեք է աթոռը, որ վերջ։ Ցավալի է եւ խաղաղությունից միայն իրենք են խոսում Ադրբեջանը իր պահանջները շարունակում է այդ խաղաղություն բառը ընդհանրապես Նիկոլի օրոք բոլոր բառերը ձեռք են բերել բոլոր չէ շատ լավ բառեր 180 աստիճանով փոխել են իրենց իմաստը ասենք կործանում ոչնչացումը կոչվում է խաղաղություն իսկ դες ինչա կոչվում կապիտուլյացիան կամ պարտությունը կամ հայրենիքի կորուստը դա էլ կոչվում է պետականության հիմնադրում եւ անկախացում ասում եմ ինքնիշխանություն է նշանակում այսինքն որպեսզի մենք անկախանայինք պետք է տարածքներ կորցնեինք պետք է լավ դիրքեր կորցնեինք եւ պետք է դառնայինք թուրքերի կամակատարը որ դա կոչվում է անկախություն եւ ինքնիշխանություն։ Դե այդպես էլ ասեց, կարծեմ Գևորգ Պապոյանն էր, չէ՞, Արցախը, երբ որ մեր հայրենակիցները տեղահանվեցին, սեպտեմբերի 23-ն էր, կարծեմ, ասում է այդ օրվանից սկսած 2023 թվականի սեպտեմբերի 20-ից մենք այդ օրվանից սկսած ինքնիշխան ենք դարձել անկախություն։ Երևի սեպտեմբերի 21-ն էլ տեղափոխի նոյեմբերի 9-ը։ Հա։ Իր համար սևը սպիտակ է, սպիտակը սև է։ Ինքը տվյալ պահին մանիպուլյացիաներով այդ պահին որ ինչ իրավիճակից դրդված ամեն ինչ կարող է ասել մի օր կարող ասել սևը սև է մյուս օր ասել սևը սպիտակ է 4 միտք հայտնի բոլորի ճաշակով եւ ժողովրդին անընդհատ վախեցնի նախկինների վերադարձով ես զարմանում եմ որ 21 թվականին արեցին անցավ այդ ամենը մինչև հիմա գործում է փաստորեն դա հիմա որ մարտի 1 են քննում հենց մարտի 1-ի այդ հարցերն են քննում ազգային ժողով հենց դրա շրջանակներում է էլի որ տեսեք մենք նախկիններին ոնց ենք պատժում եւ այլն թե միջև ընտրություններ նորանոր համարներ կտան կրկեսի եւ որքան մոտենանք այնքան ամենաթունդ համարները արժևում են ու կարծեմ վերջը Civilnet-ն էր մի հրապարակում արեց փաստերով որ հենց իրենք ասում են թե Նիկոլի պրոպագանդիստները ասում են թե ամսի 8-ի օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո էլ Արևմտյան Ադրբեջանի մասին խոսք չկա եւ այլն բայց հակառակը եղավ հրապարակում որ հենց պետական մակարդակով է ֆինանսավորում Ալիևը ֆինանսավորում է որպեսզի իրենք դա անդադ խոսեն այդ մասին այո այդ կազմակերպությունը կա որը գործում է Ալիևի հովանավորությամբ խոսքը ոչ միայն գնում է միջանցքների մասին այլ Սյունիքի Ջերմուկի Սևանի իրանց տգեղ լեզվով անվանում են Սևանը Երևանի վերաբնակեցման ադրբեջանցիներ բնակեցնեն այստեղ այո որ հետո իրանք դառնան մեծամասնություն եւ հետո մենք դառնանք փոքրամասնություն ինչպես Արցախում եղավ 70 տարիների ընթացքում ինչքան արցախայություն էր ապրում կամ Նախիջևանում ինչքան հայություն էր ապրում մտածում են Նախիջևանը հայաթափեցին Արցախի հետ ազատագրված տարած կոչվող մասերից հայությանը հայաթափեցին մնացել մի փոքրիկ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղ հետո էլ այստեղ կգան Երևանը մյուս հայկական էս հիմիկված ՍՍՀ տարածքը կադրբեջանացնեն հայությունը կփոքրանա ու կդառնա փոքրամասնություն ենթարկվող
կդառնա մեռած ժողովուրդ։ Այո, դա այն դեպքում եթե Նիկոլենք շարունակեն մնան իշխանության, իսկ այս տարիները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ ինքը եւ իր թիմը մարդիկ թրքասերներ են։ Այդ մարդիկ իրենց համար նորմալ է թուրքերի հետ համատեղ կյանք վարելը, ապրելը։ Իրենք չունեն ազգային մտածողություն, ազգային արժեհամակարգ։ Իրենց համար դա իրանք այդ չունեն այդ զգայարանը։ Իրանք այդ ինքնության զգացումը չունի։ Եվ վերջերս սոցցանցում մի տեսանյութ տեսա, ադրբեջանական դպրոցներից մեկում մի բան էին բեմադրել, մի 4-5-րդ դասարանի դպրոցականներ էին, ինչպես են հայ զինվորին նսեմացնում, այդ տեսարանը նկարել էին ու տարածում էին համացանցում։ Սա այն երկիրն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր խաղաղության պայմանագիր է նախաստորագրել ու պատրաստում է ստորագրել ու ինքը հավատում է, որ խաղաղություն է լինում, որովհետև Ադրբեջանի տարածքով ցորեն է եկել Հայաստան, 4-րդ կարգի ցորեն, բայց ուղիղ չի եկել էլի Վրաստանով։ Սա ես չգիտեմ, ինչքան մարդ պետք է էժան կամ մակերեսային մտածի, որ հավատա, թե հնարավոր է այսօր Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ խաղաղ ապրել, խաղաղություն։ Իսկ ինքով ասաց, որ հավատում են։ Չի հավատում ինքն էլ։ Ինքն էլ չի հավատում Նիկոլը։ Չի հավատում, գիտի ինչ։ Իհարկե չի հավատում։ Իսկ ինձ թվում է հավատալով է անում, չգիտեմ։ Ես չեմ հավատում, որ ինքը չի հասկանում ինչա կատարվում։ Թե ավելի ուղղակի մտած, այդ եմ ասում։ Ինքը քանի որ չունի արժեքներ, իր համար մեկ է այստեղ ադրբեջանցիներ կապրեն, հայեր կապրեն, որը կլինի մեծամասնություն, հայկական ինքնությունը կկորի, չի կորի, իր համար դա մեկ է։ Ինքը ուղղ զուտ, որպեսի այդ աթոռին մնա, թեկուզ այստեղ մեծամասնությունը լինի ադրբեջանցի կամ դա երբ է լինելու, ասենք որոշ ժամանակ անց, ինքը այս մոտակա ինչքան հնարավորինս երկար ուզում է մնալ իր աթոռին։ Շատ լավ հասկանում են չի անում։ Արցվաշենն ու օկուպացված տարածքներ ասում է հետ կբերենք առաջիկայում։ Նախընտրական հերթական կուտ է։ Անկամ եթե ինչ-որ Արցվաշեն տան, այսինքն դրա փոխարեն այնպեսի մի մեծ կտոր են տալու եւ նաեւ ադրբեջանցիները դուք կմտածեն ոչինչ Արցվաշենը նորից հետ կվերցնենք, ասենք խաղուպար է դառնալու Արցվաշեն վերցնելը։ Ու այսպես մինչեւ որ ժողովուրդը այդ գիտակից հատվածը ակտիվություն ցուցաբերի։ Դա կարծում եմ ուշ թե շուտ լինելու է։ Ես էլ մտածում եմ, որ անգամ եթե 26 թվականին իրեն հաջողվի մնալ այդ աթոռին, ինքը երկար չի մնալու այդտեղ։ Չգիտեմ ինչպես ոնց են զարգանալու աշխարհաքաղաքական իրադարձությունները, բայց ես չեմ հավատում, որ ինքը ընտրվելուց հետո 5 տարի կամ ոչ 3 էլ չի մնա, այդպես եմ։ Ամենաշատը եւ 1.5 տարի, որովհետեւ նախ պետք է կանխենք էլի իրենց իշխանության գալը։ Մեր հայրենակիցները պետք է հստակ հասկանան, որ գնալ ընտրել քաղաքացիական պայմանագրին, դա նույնն է, ոնց որ գնաս ընտրես, որ մենք կողմենք թրքացմանը։ Սա, հա, դրան հասնելու համար որ ժողովուրդը ընկալի ինչ է, պետք է ճշմարտությունը որքան հնարավոր է շատ տարածել։ Ուղղակի ժամանակը քիչ է, իսկ թուրքերը շատ արագ են առաջ գալիս։ Այդ ճշմարտության գիտելիքի տարածումը, ինֆորմացիայի տարածումը շատ եմ կարևորում ու օրինակ ես կուզեի որ մի ոչ թե հաղորդում, այլ տեսաերիս, տեսաֆիլմ ստեղծվեր, որտեղ օրինակ մենք շատ ենք Պարապապյանին եւ մեր խորհրդի անդամներին եւ ազգային գործիչներին կանչում հարցազրույցների, բայց այս դեպքում կարծում եմ սա այդքան էլ չի տարածում գտնում մեր հարցազրույցները, որքան տարածում կգտնի, եթե տեսաերիս պատրաստենք, որտեղ առանց մարդկանց դեմքեր ցույց տալու, զուտ տեքստ կարդալով եւ պատկերում քարտեզները ցույց տալով ժողովրդին բացատրվի, թե ինչու չպիտի Արցախը անկախանար, այլ պիտի միանար։ Ժողովուրդը դա չգիտի մինչև հիմա։ Կարծում է թե անկախացումը լավ բան է։ Օրինակ պատճառները մի քանիսն են, թե ինչի պիտի Արցախը միանար Հայաստանին եւ ոչ թե անկախանար։ Օրինակ մի պատճառի շուրջ 5 րոպեանոց կամ 10 րոպեանոց բացատրական ինչ որ մի ինչպես է գոչվում այդ ֆորմատով, ոչ թե ֆիլմ, այլ տեսաերիս։ Տեսանյութ, հա, տեսանյութ լինի։
պարզ մատչելի լեզվով, լավ մտածված, լավ կարդացող ձայն լինի, կարդացող, որ Օրինակ, կարելի քո լինի։ կարծիքով հիմա այդ թեման հետաքրքիր է մեր ժողովրդին, որովհետև մենք մի լավ ծրագիր ենք սկսել մեր Արցախցի Արմինե Հայրապետյանի հետ, մեր Արցախի ժառանգության կանչը եւ մենք հենց մեր եկեղեցիների կարևոր մշակութային կառույցների մասին ենք խոսում, թե ինչպես է այսօր ինչ վանդալիզմ է այսօր իրականացնում թշնամին ու ցույց ենք տալիս, բայց այդ տեսանյութերը չգիտեմ, կարծեք չեն հետաքրքրում, կարծեք թե արդեն ժողովրդին դրա համար ես ասում եմ ոչ թե հարցազրույց լինի, այդ ֆորմատով ոնց որ քիչ են դիտում, այլ փոքրիկ 5 հենց րոպեանոց տեսանյութեր են դրանք, բայց կարևորը մենք պետք է հասկանանք, որ մենք որ անդադ ասում ենք, որ լայքենք, տարածենք, մեկնաբանենք եւ այլն, թեկուզ եւ հենց այս հաղորդումը պատահական չենք ասում, դա հենց անում ենք նրա համար, որպեսզի տեսանյութը համապատասխանի YouTube-ի ալգորիթմներին եւ տարածում գտնի։ Լայքերը նպաստում են, բայց ոչ թե Facebook-յան էջում լայքել, այլ հենց YouTube-ում լայքելը, YouTube-ում կոմենտներ գրելը։ Դա մենակ մենք չենք ասում, շատերն են ասում, անավանդ վերջին շրջանում էլ բողոքում են, որ YouTube-ի ալգորիթմը ինչ որ խնդիրներ է առաջացել եւ հենց դա է, որ ժողովուրդ ջան, հենց այդ տեսանյութերը ոչ միայն դիտեք ձեր սոցցանցերում դրեք, այլ կարևոր է, որպեսզի դուք այդ հավանելու կոճակը սեղմեք։ Հա, ես դրա համար ասում եմ գիտակից հատվածը ծուլություն է ցուցաբերում, նա ոչ ուզում է ճշմարտությունը գտնի, գիտակցել է, որ ոչ նախկինների միջոցով կարելի է ինչ որ հարց լուծել, ոչ ներկաների, բայց ծուլանում է գտնել ճշմարտությունը։ Ճշմարտությունը գտնելուց հետո ծուլանում է այդ ճշմարտությունը ինքը տարածի։ Բայց համընդհանուր գիտության, դեզինֆորմացիայի մեջ, ապատեղեկատվության մեջ, բա դու քո ավանդը չունենաս, որ փոխվի մի բան։ Բայց իմ ասած տեսանյութը ամեն դեպքում ֆորմատով տարբերում է մեր բոլոր նախ ասում եմ պետք է լինի կարճ 5 րոպեանոց, ոչ թե ինչ որ մեկը իր դեմքով խոսի, այլ լինեն, ասենք, խարտեզները, ցույց տրվի Արցախը, թե օրինակ ինքնորոշման իրավունքով, չէ, Արցախը անկախացավ։ Օրինակ ասվի, որ ինքնորոշում նշանակում է ինքնորոշվել միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այդ դեպքում ազատագրված տարածքները ստիպված պիտի վերադարձնենք, որտեղ 80 թվին այնտեղ հայություն չէր ապրում, ըստ միջազգային օրենքի։ Այսինքն մենք դիվանագիտական պարտություն կրեցինք այս հարցում, Արցախի անկախության հարցում, որովհետև ստիպված էինք ըստ ժողովուրդների ինքնորոշման այդ սկզբունքի ստիպված էինք ազատագրված տարածքները հանձնել, իսկ ազատագրված տարածքների հանձնումը նշանակում էր, որ Լեռնային Ղարաբաղ այդ հատվածը 4 կողմից շրջապատված է լինելու Ադրբեջանում, այսպես անկլավ է դառնալու, պարզ է, որ մի օրում դրա իմաստով, որ ոչ մի ժողովուրդ կապրի նման, ասենք 4 կողմից թուրքերով շրջապատված, անպաշտպան, անվտանգության ոչ մի երաշխիք չէր լինի։ Մենակ դա արդեն նշան է, որ հնարավոր չէր ազատագրված տարածքները հանձնել, բայց չես կարող ժողովրդի ինքնորոշման սկզբունքով ազատագրված տարածքները պահել։ Իսկ Արցախի միացմամբ այդ հարցը ամբողջովին լուծվում էր։ Օրինակ այդպիսի բացատրական տեսանյութեր պատրաստվեն, ասում եմ 5 րոպեանոց, մաքսիմում 10 րոպեանոց, որպեսզի մարդիկ գիտելիք ունենան սրա հետ կապված, որտեղ օրինակ երբ որ դպրոցում էի սովորում, մենք դպրոցում էինք, մեզ քարոզում են Արցախի անկախություն, հետո ասում են Հայաստանի Հանրապետություն չի ընդունում Արցախի անկախությունը, ես չի հասկանում, բա որ տենց լավ բան է, ինչի չի ընդունում Հայաստանը, ուզում է ընդունի, այն ժամանակ ինտերնետ չկար, հետո ինտերնետը եղավ, ես լսեցի ազգային գործիչների խոսքը ու լուսավորվեցի։ Բայց մեր ժողովրդի 90%-ը չգիտի դրա մասին։ Կփորձենք Նունա ջան, դու էլ երևի կօգնես մեզ այդ հարցում։ Օրինակ եթե դրա համար պետք լինի գումար հավաքել, ես կուզենամ մասնակցել այդ պրոյեկտին։ Իմ ներդրումն ունենալ։
Չէ, թեկուզ կազմակերպչական տեսանյութերի ես դա նկատի ունեի։ Ամեն դեպքում, հա, ինֆորմացիայի պակասը կա մեր ժողովրդի մոտ եւ նայած ինչ է այդ ժամանակահատվածում օրինակ ժողովրդին հետաքրքրում էլի, դա էլ է շատ կարեւոր։ Հիմա բոլորը այնքան են դեռ կես տարի կա ընտրություններին, այնքան են նախընտրական այդ ծրագրերով խեղդում ժողովրդին, որովհետեւ ակնհայտ է, չէ, ինչքան փող ունես, ինչքան ֆինանս ես դնում, այդ ուղղությամբ էլ գնում է պայքարը, հիմա ոնց որ փողերի պատերազմ է գնում։ Այո, փողերի պատերազմ։ Ցավալիորեն Նիկոլ Փաշինյանի ուժը տիրապետում է ամբողջ վարչական ռեսուրսին, ինչպես ուզենան, ոնց ուզենան կտնօրինեն, երբ ուզեն ժողովրդին իր շուրջ գտնվող մարդկանց կտանեն այս մարզից այն մարզ, պետական միջոցների հաշվին կեղծ պատարակներ կանեն, ամեն ինչ ասում է մուրճնել է իրենց ձեռքը, մեղնել է իրենց ձեռքը, հիմա ոնց ուզում անում են, էլի։ Առանց ժողովրդի ինքը գիտի թե ժողովուրդ ասվածը մենակ իր շուրջ գտնվող ֆեյքերն են ու մեկ էլ պետական կառույցների աշխատողներ, որ ստիպված գնում են մասնակցում են այդ process-ներին, չիմանալով որ դրանով մեզ պետությանը ընդհանուր եկեղեցուն ինչ մեծ վնաս են հասցնում։ Հա, ժողովուրդը չի գիտակցում, բայց իրանք գիտակցում են։ Եվ դրանով Նիկոլ Փաշինյանը գիտակցում է չի անում։ Եվ դրա անունն էլ դրել են եկեղեցին մաքրել։ Միևնույն ժամանակ եկեղեցուն հալածում է, մեկ էլ բան է կազմակերպում, ընթրիկ չէ, աղոթքի ընթրիկ է կազմակերպում, մեծ ծախսեր են տեսնում դրսից մարդիկ են բերում այստեղ, որ անուն դնեն, թե տեսեք մենք եկեղեցու կողքին են, մենք իրոք թուրքերի հրահանգը չենք անում, այլ եկեղեցին ենք ուզում մաքրենք եւ նոր են հիշել, էլի։ Իսկ այդ կարգալուծարված քահանայի պետական գործչի տալոնը Կադիրովն է, իսլամիստ։ Աբսուրդ, չէ՞։ Փաստորեն ինքը երազում է, որ Նիկոլ Փաշինյանը Կադիրով դառնա, կամ արդեն դարել է կարող է։ Տեղյակ չենք։ Սա ստացվում։ Գոնե այդքան խելք ունենար չասեր։ Հա, ու հաստատեց։ Ասես սխալվել եմ, չէ՞, օրինակ։ Հետո նորից հաստատեց։ Հա, սա, չգիտեմ, մեկ ինձ թվում է թե պիտի արթնանանք այս վիճակից, ինձ թվում է թե ես երազ եմ տեսնում սա իրականություն չէ, որովհետև իրականության մեջ դժվար էր այս վիճակի հետ համակերպվել, լավ 1 տարի, 2 տարի, 7 տարի այս խեղկատակին ու իր քայլերը, շիզոֆրենիկի քայլերը հանդուրժում են։ Այո, ինքը ինչպես հոգեբաններն են ասում, սոցիոպատ է։ Այս սոցիոպատը այն մարդը, որ ունի մեղքի զգացում, պատասխանատվության զգացում, նա իր ուզածին հարցնելու համար ցանկացած ստի կարող է դիմել։ Հա։ Ու անձնական վրեժ խնդիր է լինում։ Դա կլինի այլախոհների նկատմամբ ինչպես է վարվում։ Բոլորին տանել, փակել, բանտերը լցնել։ Տեսնում է դիմադրություն չկա, էլ ավելի է լկտի անում։ Չէ, եթե անգամ դիմադրություն է լինում, ինքը ծեվի գիտի ինչպես այդ դիմադրությունը կոտրել։ Մի 2 ժամ է տևում ընդամենը, հա։ Ինչ շատ մեծ դիմադրություն լինի, արդեն ավելի դժվար կլինի։ Օրինակի համար այդ առումով սրբազան շարժումը դե վերցնենք, ինչքան մարդ դուրս եկավ, չէ՞, ու ես ուրախ եմ, որ գոնե այդ փաստը ունենք արձանագրած, որ մեծաթիվ քանակով մարդիկ հրապարակը լցրեցին ու ասեցին ոչ, այսինքն մենք ունենք արդեն ապացույց, որ մեծաթիվ քանակով մարդիկ դեմ են Նիկոլին, այն աստիճան դեմ, որ դուրս են եկել փողոց։ Այո։ Ու իրոք զարմացրեց ժողովուրդը, ու այդ պահին իրենք ավելին էին, եթե հիշենք ինչեր էին պլանավորում անել, որոշ բաներ հետաձգվեցին ժողովրդի ճնշմամբ, որովհետև ինքն էլ չէր սպասում, որ այդքան ժողովուրդ դուրս կգա փողոց։ Մեր ժողովուրդը իսկապես զարմացնել գիտի, ինչքան էլ այս ժողովրդին քննադատում են եւ այլն։ Հույս ունենանք, որ հաջորդ ալիքը էլ ավելի մեծ կլինի, ու այս դեպքում արդեն Նիկոլին չի հաջողվի փրկվել։ Հուսանք։ Այսպես շնորհակալ եմ Նոնե ջան, եթե ունես եզրափակիչ խոսք, խնդրեմ ասելու ժողովրդին։ Ժողովրդին կոչ եմ անում, դա ուղղակի մեր լսարանը արդեն իսկ ակտիվ զանգվածն է, որ լայք են տարածեն, մեկնաբանություն գրեն, հենց YouTube-ում լայքեք, որպեսզի տարածվի այս տեսանյութը։ Ովքեր որ առաջին անգամ են դիտում, կոչ եմ անում բոլորին գտնել ճշմարտությունը, ինչպես Վարուժան Ավետիսյանն էր ասում, կրկնվեմ, մենք ճշմարտասեր չենք։ Պետք է գտնել ճշմարտությունը, ճշմարտությունը գտնելուց հետո պետք է չծուլանալ։ Պետք է նպաստել, որ ճշմարտությունը այս համընդհանուր տգիտության մեջ տարածում ստանա եւ միայն դա է մեր փրկության
եղանակը միջոցը։ Եվ դա ամենակիչ բանն է, որ մենք կարող ենք անել հանուն մեր հայրենիքի։ Այնքան փոքր բան է, ամենահեշտ բանը նայած այդ նյութը տարածելն է, դել չեն անում։ Որ նայեն էլ շատ կարևոր է, որտեվ ինչ-որ բան կքաղեն։ Այո, չեն էլ նայում։ Օրինակ ինչ էս պատերազմը եղել է, դրանից առաջ էլ ես օրինակ շատ եմ սիրում ֆիլմեր նայել, բայց իմ համար հիմա, ասենք Արա Պապյանի լսելը, այնքան ես չգիտեմ, եթե ունենամ 10 ժամ, ասենք թե մի շաբաթվա մեջ ազատ ժամանակ, ես 9 ժամը դրան կտրամադրեմ, 10 ժամը կտրամադրեմ։ Ես զարմանում եմ, որ մարդիկ գնում են սրճարաններում են նստում, ամեն ինչով զբաղվում են, բայց չեն ուզում գիտելիք ձեռք բերեն այս հարցում, այլ երբ որ մենք հիմա քաղաքականությամբ հետաքրքրվելը դա նշանակում է ինքնափրկություն։ Խնդիրը նաև նրանում է, որով քնից արթնացավ բլոգեր ու քաղաքական գործիչ դարձավ, այդ TikTok-ում այնքան են լցված այդ հայոյախառն եթերները։ Ես մի քանի օր մի քանի ժամով եմ ուղակի ու զարմացել եմ, ինչ են այսօր դիտում մեր հայրենակիցները ու տխրել եմ։ Իրոք տխուր է։ Ինչպես կարելի է իսկապես Արա Պապյան չլսել կամ խորհրդի մյուս անդամներին նստել բազարի են վերածում, շուկայական ինչ-որ բաներ են քննարկում ու ժողովրդին դա է գրավում, դա են հսկայական լսարան ունեն, ասենք այդ բլոգերներ կոչվածները, էլի TikTok-յան։ Զարմանում ես, ինչպես կարելի նստել նման բան լսել ընդհանրապես։ Օրինակ ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թեյլորը նա Նոբելյան մրցանակ է ստացել նրա համար, որ հոգեբանություն է ներմուծել տնտեսագիտության մեջ եւ կարելի ասել հեղափոխություն է արել ու նաեւ գիրք է գրել, կոչվում է Սխալ վարքագիծ, որտեղ այդ գրքում նկարագրում է թե ինչ հալածանքների է ինքը ենթարկվել այդ իր նոր գաղափարները ներմուծելու համար եւ ես այդ գիրքը թարգմանելուց անընդհատ զուգահեռներ է անցկացնում մեր իրականության բևեռի հետ ու նախ ինչ է ասում է եթե ուզում եք ինչ որ մի հարցում հասնեք հաջողության, եթե դուք ունեք մարդկանց հետ ձեր գործը կապված, ապա պարտադիր պետք է ուսումնասիրեք մարդկանց հոգեբանությունը, վարքագիծը, նոր դրանից հետո ձեր մարտավարությունը մշակեք, միայն այդ դեպքում կարող եք հաջողության հասնել եւ ասում եմ մի ափսոսացեք գումարը այդ հարցումներ դնելու, դուք դա ձեզ միևնույն է շահելու եք։ Ու ուղղակի ես հիմա պատկերացում չունեմ նման գործ, նման ինչ-որ մեթոդներ, գործիքներ ինչպես որոնք են արդյոք հնարավոր է այդ գործը իրականացնել։ Կա արդյոք այդպիսի հոգեբան, որքան ժամանակ կպահանջվի կամ ինչքան գումար է դրա համար անհրաժեշտ, բայց ինքը այդ ամբողջ այդ գրքի մեջ պատմում է, թե ինչ կարևոր դեր է խաղացել ինչ-որ մի հարցի լուծման հարցում մարդկանց հոգեբանությունը ուսումնասիրելը եւ ճիշտ գործելը։ Ու նաեւ նախ ինչ է ասում իր գրքի մեջ, ասում է ինչն է պատճառը, որ տնտեսագետների կանխատեսումները չեն իրականանում։ Ասում է պատճառը նա է, որ տնտեսագետների նա մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկներ են անում։ Ասում է պատճառը նա է, որ այդ մոդելների հիմքում ռացիոնալությունն էր։ Իսկ մարդիկ ռացիոնալ չեն։ Իսկ ինչի ռացիոնալ չեն, որովհետև մարդիկ ունեն թուլություններ եւ մարդիկ ունեն գիտելիքի պակաս, անգամ ամենաինտելեկտուալ մարդը չի կարող բոլոր բնագավառներում ճիշտ որոշում կայացնել, ճիշտ ընտրություն կատարել։ Հնարավոր չի ամեն ինչ իմանալ։ Եվ այս երկուսը, այսինքն գիտելիքի պակաս, ինչպես ես արդեն նշեցի, ինչպես նաև մարդկային թուլությունները նպաստում են սխալ ընտրություններին, հենց գիրքն էլ կոչվում է Սխալ վարքագիծ։ Ու ասում է հենց այդ պատճառով այդ մոդելները չէին աշխատում տնտեսագետների ու երբ որ ինքը այդ հեղափոխական մտքերը բերում է եւ ներկայացնում է տնտեսագետների, որոնց մեջ կան պրոֆեսորներ, Նոբելյան մրցանակակիրներ, իրանք այնպիսի մի սարսափով են ընդունում իր նորությունը, այդ գաղափարներ, այնպիսի թշնամանքով, սաստիկ դիմադրություն, ասում ոնց որ ինձ մտրակով խփեին, իրան երկար տարիներ է պետք լինում, որ վերջապես այս գաղափարները դառնան արդեն ընդունելի, այն աստիճան, որ ինքը վերջում Նոբելյան մրցանակ է ստանում, այն բանի համար, ինչի համար հալածվել էր, ոնց որ Արա Պապյանը տարիներ հետո մի մեծ խոշոր մրցանակ ստանա նրա համար, ինչի համար հիմա իրան հալածում են։ Վիլսոնյան Հայաստան։ Այո։ Շնորհակալ եմ Նանա ջան։ Հուսանք որ այս հետաքրքիր զրույցը կլսեն, կտարածեն, կմեկնաբանեն, մենք էլ կընթերցենք։
Ես էլ եմ Շնորհակալ եմ այս զրույցի համար, շնորհակալություն, որ դիտում եք մեր եթերը, իսկապես չմոռանալ մեկնաբանել, հավանել այս տեսանյութը հենց YouTube-յան ալիքում եւ տարածել ձեր Facebook-յան կամ սոցցանցի այլ էջերում։ Այսքանը հաջողություն։